Պատերազմը դեռ չի վերջացել, ես գոռում, կանչում եմ եթերներում, թշնամին դեռ չի լռում, մեր սահմանների վրայա 5 կիլոմետրա ջերմուկից հեռու, թափանցել է մեր հող, պատերազմը վերջացած չի, այս երգերն են ոգի տալու ժողովրդին։ Բայց հիմա պետականորեն ճշում կա այդ երգերին։ Երկու հոգի եկան, Իսպիրյան ասի, այո, հետևեք մեզ։ Անվտանգությունից էին։ Այն ժամանակվա ԿԳԲ։ Այո, ԿԳԲ։ Պարոն Իսպիրյան, այն ժամանակ ստիպված եք եղել լքել Հայաստանը։ Ես դա որակում եմ որպես իսկապես քաղաքական հետապնդում։ Կուսակցական ճշմարտ տակ հայտնվեց մեր ընտանիքը եւ եղբայրներիս անվտանգություն տարավ։ Ինչպես մյուս ընտանիքների մեջ բաժին հասավ ողբերգության մի մասնիկ, այդ մի մասնիկի զոհն էլ նաեւ տարանք։ Ես հենց այնպես չէի լքի Հայաստանը։ Ես հալածանքից եմ եկել Ամերիկա։ Ձեր վերջին մենահամերգից Հայաստանում համալիրում մենահամերգից 2 օր անց հանձնում են Արցախը։ Իմ նման մարդուն չէր սազի, որ ես Ամերիկա մնայի։ Ես պետք է իմ հայրենիքի վրա մնայի, քանի որ հողն է ուժ տալիս։ Հայրենիքն է իր հոգում սրբազան նախանց։ Ինչի ինքնաճանաչում չեք ապրում։ Ինչի ձեզ հաշիվ չեք տալի, թե դուք ով եք։ Այսօր կողքի հարևան երկիր ասում են մենք ասու ժողովուրդ ենք։ Ոչ, ասու ժողովուրդը հայն է։ Մենք փնովելով, նախանձելով, հայնասիրական երգը ջարդելով, քաղաքական ազդեցությունների տակ ընկնելով, իրար վրա գրելով, այսօր ենք այդում ժողովուրդ ջան։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, Venus Gifts խանութ սրահ, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Impero Motorsports, Armenian VD Kayk, Colcast Vinyl Fencing, Arma Physical Therapy, Tun Lahmajo Restaurant, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, Veranda Restaurant, My Little Town Eagle Rock խաղասրահ, FastexUS.com, Yasu Restaurant, Omorphia Beauty Salon and Spa, Eden Restaurant, Timar Realty, MX Motors Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. Dobbs Barbershop-ը մեկնարկում է նոր պրոյեկտ Dobbs Ակադեմիա, որը կօգնի քեզ դառնալ պրոֆեսիոնալ, մրցունակ եւ բարձրակարգ բարբեր։ Դասընթացներն անցկացվելու են ոչ թե բարբերշոփում, այլ հատուկ ակադեմիայում, որտեղ ամեն ինչ նախատեսված է ուսման համար, առանց շեղումների։ Այս դասընթացը քո համար է, եթե 16-ից 30 տարեկան ես եւ ուզում ես ձեռք բերել նոր մասնագիտություն։ փնտրում ես աշխատանք, որը կլինի ազատ, կրեատիվ ու եկամտաբեր։ Դիմելու վերջնաժամկետ փետրվարի 28։ Character Dance Studio-ն Գլենդելում գտնվող իր ֆանտաստիկ երկու սրահներում դասընթացների է հրավիրում Պարի բոլոր սիրահարներին։ Դուք կամ ձեր փոքրիկը նախընտրում եք հայկական պարեր, հիփ-հոփ, բալետ թե լատինոամերիկյան կամ այլազգի պարեր։ Հենց այստեղ Character Dance Studio-ում ձեզ կսովորեցնեն եւ պրոֆեսիոնալ եւ սիրողական պարեր։ Պատրաստվում եք ձեր փսակադրությանը, ուրեմն վստահ եղեք, որ ձեր հարսանեկան պարն անմոռանալի կլինի։ Իդեպ Գլենդելում արդեն գործում է երկրորդ սրահը, վերանորոգված ու գերհագեցած տեխնիկական հնարավորություններով, որը կարելի է նաև վարձակալել։ Character Dance Studio, երբ տասնյակ տարիների փորձն ու ազգային ավանդույթները հանդիպում են ժամանակի ռիթմերի հետ։ The story you're about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետի նոր թողարկումը։ Այսօրվա մեր հյուրը վստահ եմ ուրախացնելու է ձեզնից շատ շատերին, քանի որ նա
հայրենասիրական, հեղափոխական երգերի ամենասիրված հայ կատարողն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը։ Ողջույն, պարոն Իսպիրյան։ Ողջույն, Մայր ջան։ Պարոն Իսպիրյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել նման ձևաչափի հաղորդման հյուր գալու։ Գիտեմ, որ հաճախ չեք հյուր լինի։ Ես եմ շնորհակալ, որովհետև կարծեմ առաջի անգամ ենք մենք իրար այդ հարցազրույց անում, Մայր ջան։ Մեծ պատիվ է ինձ համար։ Պարոն Իսպիրյան, դուք ավելի քան 30 հեղափոխական, ռազմահայրենասիրական, հայրենասիրական երգերի հեղինակ եք եւ կատարող, բազմաթիվ երգերի կատարող, բայց հատկապես հեղինակել եք նաեւ այդ երգերը։ Երբ եւ ինչպես է սկսել, հավանաբար սկսենք մանկությունից, հա, ինչպես է սկսել այդ հետաքրքրությունը։ Մայր ջան, նախ 30 չի, մի քիչ ավել, հա, 75 հատ երևի ունեմ թե ռազմահայրենասիրական եւ արդիական դարձված ազգագրական երգեր, որոնք բարբարով ես գրում եմ, մենք մշեցիներ ենք պապենական, գրում եմ բարբարով եւ ազգագրական որպես երգ, մեր ժողովուրդը ծանոթանում է այդ երգերին եւ կարծեմ բավական մեծ համբավ ունի։ Ասեմ, որ 5 տարեկանից եմ երգել, մանուկ հասակից, ավանդական ընտանիքում մշեցու թորնիկ եմ, պապս նստեցնում էր իր չոքերին եւ երգում էր Գևորգ Չաուշի երգը, առաջին անգամ լսել եմ իր շուրթերից այդ երգը եւ արտասվել եմ, թե պատմություններ պատմում մեր ֆիդայիների եւ թե երգերներ սովորացնում, այնուհետեւ երբ որ պապիկիս կորցրեցին Էրսո պապուս, հայրս սկսեց առանձնակի մոտեցում ունենալ այդ երգարվեստի մեջ ինձ հետ, մինչև պրոֆեսիոնալ կրթությունը ստացա կոնսերվատորիայում, ռադիո եւ հեռուստատեսության պետական կոմիտեում սկսեցի աշխատել, այդպես 5 տարեկանից մեր մեջ ժառանգաբար գենետիկորեն այս երգերն ա եղել։ Այս երգերը, այս բառերը պահպանողական, արմատական։ Մշեցիներից երևի թե յուրաքանչյուրը ազգային երգի հետ, բարի հետ եւ այդ հոգեվիճակի հետ կապ ունի մտածելակերպի, բայց միաժամանակ հավանաբար շատերը չի որ մասնագիտություն են որպես վերաբերվում հա երգին։ Ինչպես կարողացաք դա դարձնել մասնագիտություն, մասնագիտական կրթություն ստանալ կոնսերվատորիայում, ընտանիքը դեմ չէր։ Նախ ասեմ, որ 80-ական թվականներն էր, 85 թվականին, երբ որ առաջին անգամ ինձ եթեր տրվեց, այդ ժամանակ ռադիո եւ հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահան Սասունցի էր։ Արմատներով Սասունցի էր եւ այդ երգերը 80-ական թվականներին, 80-ական թվականներին սկսեց ժողովրդի ծառավը փարատել, որտեւ ժողովուրդը այդ երգերի ծառավը ուներ, բայց երկաթե վարակույրներ կային այն ժամանակ խորհրդային տարիներին, որ չէր թույլատրվում ազգային հանասիրական երգեր երգել, մանավանդ հեղափոխական երգեր։ Եվ երբ որ Ստեփան Կարպիչը եկավ, թույլատրեց այս երգերը, նախագահան, հայոց նախագահան Դեմերչյանն էր այդ ժամանակ։ Թույլատրվեց այդ երգերը եւ ես ընդունվեցի 0 կուրս կոնսերվատորիայում։ 0 կուրս ընդունվեցի, հետո առաջի կուրս ընդունվեցի, բայց քննությունները լրիվ տվել եմ այդ երգերով։ Ինձ լսում էին Խաչատուր Ավետիսյանը, Մասուրյանը, Հովանես Բադալյանը եւ մի քանի դասական մեծ մշակույթի գործիչներ քննությունը, երբ որ անցկացրեցի, ես լրիվ երգեցի ռազմահայրենասիրական երգեր, մինչև անգամ Խաչատուր Ավետիսյանը ինձ կատակով ասաց, դե նա գյումրեցի էր, ասաց կակազողների դպրոցը գիտես, ասում էի չէ, մեկը կակազելով գնում ասում է կակազողների դպրոցը սա է, ասում են լավ էլ կակազում ես, ինչի ես եկել, նույն հարցը ինձ ասեց, որ լավ էլ երգում ես, ինչի ես եկել կոնսերվատորիա։ Այդպես առաջ խաղացում եղավ, եթերներ տրվեց։ Պարոն Իսպիրյան, այն ժամանակ չափազանց դժվար էր հայտնվել եթերում, այսինքն մի շարք կրիտերիաներ կար, չափանիշներ կար, որ պիտի համապատասխանեիր, տարբեր կոմիտեներ կային, ովքեր պիտի հաստատեին քո ներկայությունը, հանձնախումբ։ Ինչպես էիք կարողանում այդ բոլոր փուլերը անցնել։ Շատ ճիշտ եք ասում, նախ անդրադառնամ կոնսերվատորիային, հետո կգամ այդ ասածիդ պատասխանը տամ Մայր ջան։ Կոնսերվատորիայում ես եւ գյումրեցի մի տղա քննության էինք պատրաստում, որ պիտի երգեինք։ Ես որ 0 կուրս ընդունվեցի, ուրախ ելա, տենց ընդունվեցի մի խոսքով 0 կուրս, այս տղան մի քիչ բոյով եւ գեր տղա էր, մարմինը գեր էր շատ, ոնց անբացատրելի գեր էր, բայց գիտես Մայր, սա երբ որ երգեց, կոմիտասի պատերը տղրդացին, ես արդեն 2-3 հարգում էի, սրա ձայնը մինչև հիմա ականջներից մեջ է։
Այն տեսակ երկեց դասական, ես ասեցի, ես ինչ ձայն է։ Գեղամի ձայնի նման, մեր մյուս օպերային երկիչը հրաշք է սա ասեցի, եւ մի քիչ սպասեցի, ընկերներիս հետ խոսում էի, ինքը իջավ հարցրեցի, ասեցի, ինչ եղավ ապեր, բա չընդունվեցի, բա ասեցի խի, բա ասեցին տեսքը տագեղա։ Գիտեք, ամեն ինչը նշանակություն ուներ, ամեն ինչը նշանակ խորհրդային տարիների ժամանակ, երբ որ մի երգ էինք արձանագրում, ձայնագրությունը լսում էր ուրիշ հանձնախումբ, կատարման ձևը ֆալշեր ունես, չունես, ձայնի համապատասխանությունը տվյալ ձայնագրությանը ուրիշ հանձնախումբ էր լսում եւ վերջում տեսքը տային նայում։ Եթե համապատասխանում է եթերին, նոր թույլատրվում էր, ճիշտ է, երկաթե վարակույրներ էր, բայց գիտեք խորհրդավոր բան կար դրա մեջ։ Մշակույթը պահպանողական ամենաբարձր գրավականն էր, որ տրվեց մեզ։ Եվ մեր սերունդը տենց մեծացավ։ Մի օրինակ էլ բերեմ, երբ որ ակունք ազգագրական անսամբլում երգում էի, երիտասարդ էի։ Մարո Մուրադյանը այսպեսի երգ ասեց, պիտի կատարես Վանեցու կերպարով։ Վանա եկանք խասանք Գյումրի տաղ աղջիկներ հոր կխաղեն, երգա։ Աղջիկները հոլ էին խաղում, Վանեցին եկելա Գյումրի։ Եվ ես սենց ձեռքերս թափ տալով սենց մտա բեմահարթակ, Վանա եկանք խասանք Գյումրի տաղ աղջիկներ, ասեց տղա ջան, հələ սպասի։ Էսի հորդ տունը չի, փողոցը չի։ Էդ ինչ ձևով ես մտնում դու եթեր, ձեռքերը թափ տալով, դու ով ես։ Սա ինչ է, ինչ ես քեզանից ներկայացնում, այդ փողոցային ձևով մտնում ես եթեր, այս անպատկերացնելի, հələ մի հատ Վանեցու կերպար ստացի, Վանեցու ժլատությունը թող տա, ամեն ինչի վրա աշխատում էին մայրիկյան։ Տես, եթե մենք տնենք նժարի վրա այսօրվա մշակույթն ու այն օրվա մշակույթը, տես նա ուրա, սա ուրա։ Երբ ինձ հարցնում են, թե ուր գնալ ընտանիքով, ընկերներով կամ պարզապես սիրելիների շրջապատով Գլենդելում, ես նշում եմ նաև Յասու ռեստորանի անվանումը։ Սա Գլենդելում գտնվող հունական շքեղ եւ համեղ ռեստորան է, որտեղ ամենակարևորը համեղ մենյու է, խոհարարների պատրաստած ուտեստները պարզապես հիանալի են ձկան տեսականիներից, որը շատ բնորոշ է եւ իհարկե համապատասխան հունական ռեստորաններին, նաև միս եւ առասարակ ամեն ինչ, ինչ դուք կցանկանայիք տեսնել ձեր հունական տրամադրությամբ սեղանում։ Ամենակարևորն է նաև տրամադրությունը ընդհանուր միջավայրում եւ դա ապահովում են հմուտ երաժիշտները եւ իհարկե DJ-ը անձամբ։ Սպասարկման մասին եւս հարկ եմ համարում առանձին նշել։ Սպասարկումը եւս կազմում է ձեր տրամադրության ապահովման գրավականներից մեկը եւ այդ իսկ պատճառով լավագույն մասնագետներն աշխատում են այստեղ, որպեսզի բարձր տրամադրություն ապահովեն ձեզ։ Ափսեների կոտրելու ծեսն էլ, գործընթացն էլ հունական միջավայրին շատ համապատասխան է եւ հաճելի։ Այդ ավանդույթը արդեն չեղարկվել է մի շարք հունական ռեստորաններում, բայց ոչ Յասուում։ Այստեղ դեռ կարող եք վայելել ամաններ կոտրելու այս գործընթացը։ Պարզապես եկեք մեկ անգամ Յասու ռեստորան եւ վստահ եմ կհամոզվեք, որ լավագույն ժամանցը Գլենդելում ապահովում է նաեւ Յասուն։ Ողջույն, մենք Գրիգորյան Law Firm-ում ենք, որտեղ Աննա Գրիգորյանը իրավաբան մեր հարցերին է պատասխանում։ Ես գիտեմ, որ այս պատասխանները եւ ինֆորմացիան ձեզ համար շատ կարեւոր է, ոչ միայն ինֆորմացիա, այլ նաեւ կրթվելու տեսանկյունից։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Այսօր խոսելու ենք trust-ի մասին եւ իհարկե հայերի բնավորության մասին։ Մենք հայերս միշտ սիրում ենք գնալ բժշկի, մասնագետի, փորձագետի մոտ, երբ դանակը ոսկորին է հասնում։ Վստահ եմ ձեզ մոտ են հաճախ գալիս, երբ արդեն կա խնդիր, խնդրելով լուծել այն։ Երբ է պետք անել trust-ը։ Trust-ը չենք կազմում, երբ որ արդեն խնդիրը կա, երբ որ արդեն ունենք դատական օր, մեզ judgment են ուղարկել կամ ինչ որ մեկը մեր դեմ claim-ա բացել, ունենք creditor-ներ, որ մեզանից գումար են ուզում, կամ որ արդեն տան վրա լին են դրել, այդ ժամանակ արդեն շատ ուշ է ինչ որ մի բան անելը։ Երբ որ մենք անընդհատ ասում ենք, որ trust-ը կարող է պաշտպանել ունեցվածքը, բանկի account-ները, բիզնեսը, այդ ամեն ինչը վերաբերվում է այն ժամանակ, երբ որ չկան խնդիրներ։ Եթե խնդիրը արդեն գոյություն ունի ու ձեզ դատարանում ինչ որ մեկը սպասում է, որ հարցեր քննարկեք, այդ ժամանակ չենք կարող տունը title-ը transfer անել։ Մենք ավելի շատ խնդիրներ կստեղծենք թե տանտիրոջ համար, թե այն մնացած մարդկանց համար, ովքեր այս case-ի մեջ կան։ Դրա համար ամենաճիշտ բանը պլանավորել ամեն ինչից առաջ եւ հետագան մտածել եւ հասկանալ, որ հնարավոր, եթե ունես ունեցվածք, այդ ունեցվածքը շատ մեծ խնդիրների մեջ կարա լինի քո արարքների պատճառով։ Այնպես որ սիրելի հետևորդներ, փորձեք ամեն ինչ լուծել ճիշտ ժամանակին։
trust-ի դիմեք այն ժամանակ, երբ դեռ խնդիրներ չկա եւ դուք արդեն կարող եք ձեր կարողությունը ամրագրել իրավական տեսանկյունից եւ ապահով լինել հետագայում դա թողնելով ձեր որդիներին, երեխաներին եւ ձեր ժառանգներին։ Դիմեք Grigoryan Law Firm եւ վստահ եմ հաշված ժամերի ընթացքում գործը արդեն իր տեղում կլինի։ Շնորհակալություն Աննա հարցերից պատասխանելու համար։ Of course. Ողջույն, այսօր եւս մեկ անգամ ձեզ պատմելու ենք Calcost-ի աշխատանքի որակի մասին։ Այն առաջարկում է լավագույն հումքը շուկայում եւ ամենաերկար աշխատանքի երաշխիքը համեմատած այլ ընկերությունների հետ։ Այստեղ դուք կարող եք գտնել ձեր առանձնատան, տան ցանկապատման, պատերի եւ գեյթերի եւ դռների, մի խոսքով այն ամեն ինչ ապահովում է ձեր privacy-ին, ձեր առանձին լինելու հնարավորությունը, անցնենք ներս ու տեսնենք թե ինչպես են աշխատում եւ առասարակ իհարկե կփորձենք խոսել նաեւ համահիմնադրի հետ, բարձրելու համար այլ մանրամասներ։ Դե ինչ, այս պահին Calcost-ի համահիմնադիրն է, Արամ իմ կողքին, Արամ ողջույն, շնորհակալություն որ ժամանակ եք գտել։ Արամ, դուք տալիս եք lifetime երաշխիք, աշխատանքի նաեւ երկար տարիների երաշխիք համեմատած այլ ընկերությունների հետ։ Հավանաբար հումքի վրա չափազանց վստահ եք, որտեղ է արտադրվում եւ ինչ հումքի մասին է խոսքը։ Ճիշտ եք նկատել, տալիս ենք lifetime երաշխիք, արտադրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մեր արտադրանքը սա ամբողջովին Ամերիկայի Միացյալ Նահանգների արտադրանք է, այո, տալիս ենք lifetime երաշխիք եւ պատասխանատու ենք lifetime։ Արամ, շատ կարևոր մի հանգամանք էլ կա, կան մի քանի փոքր կազմակերպություններ կամ բազմաթիվ փոքր կազմակերպություններ, որոնք գալիս են ձեզնից վերցնում են հումքը եւ իհարկե ունեն արդեն իրենց հաճախորդները եւ այլն։ Նոր տեղեկացա, որ դուք այստեղ իրենց աշխատելու հնարավորություն եք տալիս, այսինքն մանր եւ փոքր բիզնեսներին խրախուսում եք։ Այո, ճիշտ եք նկատել, ճիշտ ասացիք, մենք կուզենայինք մեր փոքր բիզնեսի ոլորտում զբաղվող մարդկանց տեղեկացնել, որ մենք տալիս ենք բոլոր հնարավորությունները իրենց մեր բիզնեսում ունենալ իրենց բիզնեսը կոպիտ ասած, կարողանան օգտվել մեր բոլոր գործիքներից, բոլոր սարքավորումներից, ինչու՞ չէ նաև հանգստի սենյակից, սուրճ խմելուց սկսած մինչև իրենց ապրանքը տեղավորել, դասավորել, հավաքել եւ տանել։ Մի խոսքով, եթե դուք ցանկապատող կամ օրինակ գեյթեր, գզիբոներ եւ այլ տարբեր հատվածներ տան համար նախատեսված կազմակերպություն եք փոքր եւ հումքը ձեռք եք բերում այստեղից կամ նախատեսում եք այստեղից ձեռք բերել, ապա Calcost-ը խրախուսում է նաեւ ձեր գործունեությունը։ Պարոն Իսպիրյան, շեղվելով մեր զրույցի տրամագծից, բայց նաեւ նույն տրամաբանությամբ մի հարց տամ, վերջերս ձեզ հրավիրել էին Խազեր մրցանակաբաշխությանը։ Մարտով ունի անսահման մեծ ավանդ հայկական երգում, որևէ կերպով ներկայացված, առհասարակ հայրենասիրական երգը որևէ կերպով ներկայացված չէր։ Դուք դա դիտարկում եք որպես ժամանակի պահանջ, թե բաց թողում։ Նայեք, շատ գեղեցիկ հարց է տալիս։ Մհեր ջան, նախ այդ հրավերը եղավ ինձ եւ Արաբոյին, մենք նախ զբաղված էինք, որ չգնացինք, բայց չէինք էլ գնալու, քանի որ Արաբոն նոմինացված չէր։ Մենք PR-ի պետքություն չունենք, ընդհանրապես Իսպիրյանները PR-ի պետքություն չունեն, ես բազմաթիվ տենց մրցանակաբաշխությունների մասնակից եմ եղել, նոմինացվել եմ երիտասարդ տարիներից, երևի տունը ես մի հատ անկյուն ունեմ, որ մի 25-ից 30-ից ավել նոմինացիաներ կան, որ տրվել են, երբևիցե դրա PR-ի կարիքը չունեինք, բայց գիտեք, այսպեսի մի բան կա։ Կարծում եմ, որ այսօրվա ժամանակների պահանջներ, որ իրենք մեզ չկանչեցին, բայց այդ էլ ասեմ, որ բավականին գեղեցիկ կազմակերպված էր, կոմիտասյան ձևով սկսվեց, կոմիտասյան երգերով սկսվեց, շատ լավ էր ամենի, շատ բարձր մակարդակով կազմակերպված էր, բայց ես կարծում եմ, որ ժամանակի ատելության մեջ երևի մենք մտանք, որ մեզ չկանչեցին այդ օրը, թե չէ գոնե Արաբոյին կնոմինացնեին կամ ինձ էլ իբր Գիտեք, բոլորը երկի երախտավոր կկանչեին, կասեին մեկին նոմինացիա տուր։ Բոլորը փորձում են զգույշ խոսել այս մասին։ Ինչու մենք Ես երբեք չեմ խոսել։ Ինչն է պատճառը, որ այսօր անտեսվում է այս տեսակ երաժշտություն, որը աշխարհաքաղաքական այս անցուդարձում հակառակը պիտի առաջին պլանում լիներ ռազմահայրենասիրական։ Շատ ճիշտ ես, որովհետև պատերազմը դեռ չի վերջացել։ Ես գոռում, կանչում եմ եթերներում, եթերներ ջան, ձեր ցավը տանեմ։ Ցույց տվեք ազգային երգեր, հայրենասիրական երգեր, թշնամին դեռ չի լռում, մեր սահմանների վրա է 5 կիլոմետրա ջերմուկից հեռու,
թափանցել է մեր հող, պատերազմը վերջացած չի, այս երգերն են ոգի տալու ժողովրդին, այս երգերն են հոգի տալու ժողովրդին, որ կարողանանք դիմանանք թշնամուն 90-ական թվականներին Ներսիկի Սպիրյանի երգերով ազատագրվել է Արցախյան բոլոր հողատարածքները։ Թեև ես դա չեմ ասում ինքս ինձ գովաբանելով, դա ես խոսում եմ բոլոր ազատամարտիկների շրթունքներից, որոնց վրա ես բազմաթիվ երգեր ունեմ ծոնած։ Գիտես ինչ, երախտամոլությունը լավ բան չի։ Այսօր մենք այնպիսի ժամանակների մեջ ենք ապրում, արժեքա զրկում կա, գլոբալիզմը մտել է Հայաստան։ Հասկանում եք, արժեքների զրկում կա, միշտ էլ եղել է մեր ժողովրդը, երբ որ արժեք ես ներկայացրել, միշտ էլ փնովել են։ Մեռնելուց հետո նոր Պարոն Իսպիրյան, դա պետական մակարդակով է արվում, այսինքն քաղաքական պատվեր է, թե դա ժողովրդի ցանկությունն է ասես։ Նայեք, ժողովրդին ինչ տաս, նայել ժողովուրդ ամբողջնելու է։ Տես այդ նոմինացիայի ժամանակ, եթե ինձ հարցնես, բաներ կար, որ պետք չէր որ նոմինացվեր, էլի, որտեղ մշակույթի հետ կապ չուներ ընդհանրապես։ Օրինակ, թույլ տվեք չասեմ։ Թույլ տվեք չասեմ, որովհետև ես այն դիրքի մարդն եմ, եթե որևէ անվանական մեկին դիմեմ կամ ասեմ սա ճիշտ չէր, նա ճիշտ չէր, ժողովուրդը ուրիշ ձևի կհասկանա։ Բայց իբր արվեստագետ կարծիք հայտնելու իրավունք ունեմ, ոնց որ այն օրը դու եւ Արայիկ Ղազարյանը կարծիք էիք հատնում, նույնն էլ ես, բաներ կար, որ պետք չէր, էլի, մշակույթի հետ բացարձակ կապ չուներ։ Բայց բաներ էլ կար, որ պետք էր, շատ գեղեցիկ կազմակերպված էր։ Սա կարծեմ ես ժամանակների մեջ ազդեցության խոսք կա։ Ազդեցության խոսք կա, որը որ անմիջապես ազդում է մշակույթի վրա։ Եվ այդ ցավի տակ նամանավանդ ընկնում ենք մենք, որովհետև մենք այսօր 40 տարի երգել ենք եւ այսօր էլ երգում ենք ազգի ցավը, ազգի քաջությունը, ազգի պատմությունը, ազգի պահանջատիրությունը, մեր կորցրած իդեալներն ենք երգել։ Պետք չի որ այդ ձևի sense միանգամից պետականորեն ասեմ, թե այս ժամանակների մեջ դնելով ժամանակն է թելադրում, որ այդպես անեն, ես չգիտեմ, ինչ քաղաքական ձևով են առաջնորդվում, պետք չի էլի, որ այդպես քարկոծեն հայրենասիրական երգ։ Պարոն Իսպիրյան, բայց ստացվում է, որ յուրաքանչյուր ժամանակաշրջանում այնուամենայնիվ ձեր երաժշտությունը ժողովուրդը ցանկանում է լսել, այսինքն դուք լցնում եք ստադիոններ, մեծ համերգասրահներ եւ պարզապես մարդիկ իրենց տանը լսում են ձեր երաժշտությունը, մեքենայում լսում են, բայց միաժամանակ տարբեր վարչակազմեր կամ պետական մակարդակով որոշակիորեն հետապնդման եք ենթարկվում մշակութային առումով, խորհրդային ժամանակաշրջանում դժվար է եղել ձեզ համար, հետո ստիպված եք եղել արտագաղթել Հայաստանից, գալ Միացյալ Նահանգներ, թվում էր թե ամեն ինչ լավ էր, պետք է ետ գնայիք Հայաստան, բայց հիմա էլ կարծես թե չի խրախուսվում այս երաժշտությունը։ Փորձենք տարբեր փուլերով անցնել ու դժվարությունները հասկանալ, հա։ Նախ Մեհեր ջան, շնորհակալ եմ, որ շատ տրամաբանական հարց տվեցիր, իմ հոգու հարցն էր դա, բայց ես ուզում եմ մի քիչ խորը գնամ։ Ուզում եմ գնամ 80-ական թվականները։ Սիրելի այնակիցներ, 87 թվականներ, երբ որ ես երգեցի Մշո Առաքելոց վանքի կռիվը։ Ախվիդայիկ, Ջանֆիդայիկ, մենք ձեզի մեռնինք, դուք եք պարծանք, հայոց ազգի ձեր հույսով կաբրինք։ Մշո Առաքելոց վանքի կռիվն էր, երբ Անդրանիկը պատը սպարվեց Առաքելոց վանքում 10-14 օր, հետո ճեղքեց թուրքական պաշտպանությունը, այտենց դուրս եկան։ Այդ ժամանակների պատմությունը ես երգով արտահայտեցի եւ փոստարկղով Սուսաննա Շահենյանը հայտարարեց, այս երգը երգեցի։ Երգեցի եւ գնացի ակունքում փորձի։ Երկրորդ օրը երկու հոգի եկան։ Իսպիրյան ասի, այո, հետևեք մեզ։ Անվտանգությունից էին։ Այն ժամանակվա կակեբե։ Այո, կակեբեն։ Ինձ վերցրեցին, տարան այդ գումի մոտ էր այն ժամանակ։ Հիշեք, տարան 2-3 ժամ նստացրեցին այդտեղ ու հարցնող չկա, բան չկա, ասենց նստել եմ։ Ես էլ միամիտ նստել եմ։ Իմիջիայլոց ասեմ, եթերը լայվ էր։ Կենթանի կատարում էր, ինձ հետ էր Գևորգ Դաբաղյանը դուդուկ նվագող, կենթանի կատարումով հենց մի անգամից երաժշտական փոստարկով երգեցինք, լայվ։ Շաբաթ օրը որպեսզի կրկնողությունը լիներ, հանեցին, բայց մինչև հանելը ինձ տարան անվտանգություն։ 2 ժամ ցես նստել եմ մութ պատերի մեջ եւ մոտեցավ ինձ մի մարդ, մոտեցավ ասեց, այ տղա ասեց,
Այդ ձեր Էրեբունի սարերում մենք արեշ ենք ապրում Էրեբունի։ Այդ ձեր Էրեբունի սարերում դեռ ֆիդայիներ կան։ Էս ինչ ես երգում այդ տղա։ Էս ինչ ժամանակների մեջ ինչ ես երգում, էս ինչ հեղափոխական կուսակցական երգեր ես երգում։ Ով ես դու։ Վերջը սենց ասի, գիտեք, ես ասի իմ պապից ինչ լսել եմ ասի։ Ես կարծում եմ պատմական անցյալ է, ես այդ եմ ներկայացնում։ Ինձ մի քաղաքականացրեք։ Երիտասարդ էի այն ժամանակ, Մհեր ջան։ Եվ ասեցի թույլ կտակ, ասի միտեղ զանգ անեմ։ Վերջը զանգեցի եղբորս, եղբայրս զանգեց ավելի բարձր տեղեր, զանգը եկավ ինձ թողեցին։ Ինձ դե գիտեք, այդ ժամանակ ինչպես էր բնակավարը։ Ինձ թողեցին, բայց վերջում մոտիկացավ ինձ մի մայոր, ասաց տղա ջան, ասեց, հարգում ենք, բայց ասեց ժամանակները մի քիչ հաշվի առ։ Ես ասեց Էրզրում ցութոր եմ, ասեց, դու գիտես ես հայրենասեր չեմ։ Գնա, ասեց, մյուս անգամ լեզվիդ կապանք դիր։ Այդ երգերը շատ մի երգիր, ժամանակների հետ քայլիր։ Սա եղավ։ Եվ գիտես Հայաստանի անկախությունից հետո ճիշտ է, հայնասիրական երգը մի ժամանակ sense վերել կապրեց, որտեղ պատերազմի մեջ էինք։ Ես բազմաթիվ երգեր ունեմ հորինած, ասենք Կարոտի, Դուշման, Վարդանի, Պետոյի, նրանք իմ ընկերներն էին, որ Արցախյան հերոսամարտը իրենց արյունով ազատագրեցին։ Այդ ժամանակ, բայց երբ որ եկավ արդեն հանգիստ էր, պատերազմը վերջացավ 94 թվականներին, սկսվեց այդ երգերը չպրոպագանդվել։ Ինչի համար։ Եվ հիմի նույն ժամանակների մեջ մենք ապրում ենք։ Բայց հիմա պետականորեն ճնշում կա այդ երգերին։ Ես մի քիչ մեծ բերում անեմ, երբ որ Արևմտյանը Հայաստանը համարվում է արմավիրը իր գյուղերով, Մհեր ջան։ Ավետյաց երգիրը համարվում է Հայաստանը, ճիշտ է Հայաստանը մեր սրբությունն է, այո։ Մեզ համար Ավետյաց երգիրը Արևմտյան Հայաստանն է, համ Հայաստանն է։ Երբ որ ասվում է Արարատին մի նայեք Արագածին, բայց մենք մեր ընտանիքը Արարատին է նայում։ Կարողացա բացատրել։ Դե ավելի չխորացիք։ Մեր գործընկեր Fastex US-ը, ինչպես արդեն նշել էինք, կրիպտո հարթակ է, որտեղ դուք կարող եք գնել, վաճառել կամ trade անել ամենատարբեր տարատեսակ կրիպտո արժույթներ։ Եվս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, որ Fastex US-ը ունի նոր welcome bonus, որի արդյունքում դուք կարող եք ստանալ $60 համարժեք FTN, ընդամենը 3 պարզ քայլ կատարելու արդյունքում։ Եթե հետաքրքրված եք կրիպտո արժույթներով եւ ցանկանում եք բացահայտել կրիպտո աշխարհը, ապա Fastex US-ը հնարավորություն է տալիս դա լավագույնս անելու համար։ Տուն Լահմաջո, այդպես է կոչվում այն հասցեն, որ այժմ տեսնում եք ձեր էկրաններին, սա Երևանի ամենահամեղ եւ ամենալեգենդար լահմաջոների մասնաճյուղն է Լոս Անջելեսում, Բըրբենք քաղաքում։ Վստահ եմ ձեզնից շատերը արդեն հասցրել են մեր խորհրդով այցելել այս ռեստորան եւ համտեսել լավագույն լահմաջոները, որ երբևէ կարող եք համտեսել։ Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն եղել, նշենք, որ բացի լահմաջոյից մենյուում առկա է հայկական, ավանդական խոհանոց եւ իհարկե ամառային ապուրներ, ուտեստներ, ճաշեր, ինչպես ասում են, որոնք այս սեզոնին համապատասխան են։ Ինչպես նաեւ կարող եք այստեղ նշել փոքրիկ առիթներ, ընկերական եւ ընտանեկան հավաքույթներ։ Երևանյան մթնոլորտն ապահովում է ոչ միայն համեղ խոհանոցը, այլ նաև այն ժպիտները, որ առկա են բոլոր աշխատակիցների դեմքերին եւ երաժշտությունը, որ ձեզ անմիջապես կտեղափոխի քաղաքամայր Երևան։ Իսկ հա տուն Լահմաջոյի այս հատվածը նորություն է։ Բացօթյա ամառային այս հատվածը ձեզ կտեղափոխի անմիջապես հայաստանյան գյուղական միջավայր։ Այստեղ կարող եք առանձնանալ ձեր ընտանեկան եւ ընկերական շրջապատով, վայելելով տուն Լահմաջոյի լավագույն ամառային ուտեստները։ Մենք մեր գրասենյակում հաճախ ենք օգտվում armenianbd.com կայքից, որովհետև գիտենք armenianbd.com-ը լավագույն վայրն է մեր իհարկե ընդմիջումը, մեր լանչը ապահովելու համար։ Պետք է նշեմ, որ armenianbd.com կայքը ինձ ծանոթ է արդեն շատ վաղուց, իսկ թե ինչպես, հիմա մանրամասն։ Երբ ես նոր եկել Միացյալ Նահանգներ, armenianbd.com կայք այցելում էի աշխատանք գտնելու համար։ Բարեբախտաբար իհարկե այն ինձ պետք չեկավ, բայց իմ շատ ու շատ ծանոթներ եւ առհասարակ համայնքում մարդիկ, ովքեր նոր են հաստատվում այստեղ, գիտեն, որ armenianbd.com-ը
լավագույն վայրն է այցելությունների համար։ Ինչու՞, որովհետև այնտեղ նախ կարող եք հեշտ գտնել աշխատանք, աշխատատուները կարող են նաև հեշտ գտնել աշխատակիցներ, դուք այնտեղ կարող եք ձեռք բերել օրինակ մեքենա, անշարժ գույք եւ միաժամանակ իհարկե կարող եք նաև ծանոթանալ հանգստյան վայրերին անգամ այստեղ մոտակայքում գտնվող։ Իսկ սնունդի հետ կապված պետք է նշել, որ ոչ միայն ձեր լանչը, ձեր ընդմիջումը կարող եք ապահովել armenianbd.com կայքի food բաժնով, այլ նաև կարող եք հյուրերի դեպքում տուն պատվիրել ու տեսնել։ Ինչ է անում armenianbd.com-ը։ Առանձնացնում է եւ մեկ հարկի տակ է հավաքում լավագույն խոհանոցները, հայկական եւ ոչ միայն, եւ վստահ լինելով, որ այդ խոհանոցները համապատասխանում են բոլոր կրիտերիաներին, բոլոր չափանիշներին, ապա զետեղում է դրանց հենց այդ food բաժնում, որից անմիջապես հետո դուք կարողանում եք շատ հեշտությամբ պատվիրել այդ ուտելիքները։ Մի կարևոր նկատառում եւս armenianbd.com-ի հետ կապված։ Այստեղ դուք հավելավճար, միջնորդավճար չեք վճարում, այսինքն այդ ուտելիքը որևէ կերպով թանկ չի նստում ձեզ վրա, բայց փոխարենը վստահելի է եւ կարիք չունեք փնտրելու այս կամ այն վայրերից, այդ ամենը զետեղված է մի հարթակում armenianbd.com-ում։ Այցելեք այս հղմամբ եւ վստահ եք կգտնեք Լոս Անջելեսում բնակվելիս ձեզ համար կարևոր մանրամասներ ու հանգամանքներ հենց այս կայքում։ Պարոն Իսպիրյան, այն ժամանակ ստիպված եք եղել լքել Հայաստանը։ Ես դա որակում եմ որպես իսկապես քաղաքական հետապնդում եւ անգամ ընտանեկան ողբերգության է բերել այդ հետապնդումը, որի մասին շատ չխոսենք, շատ չմանրամասնենք, հաշվի առնելով ձեր ցանկությունը եւ այլն։ Բայց այնուամենայնիվ կարող ենք ասել, որ դուք ստիպված եք եղել լքել Հայաստանը։ Ուրեմն Մահեր ջան, այո, ես լքեցի Հայաստանը 1995 թվականին, եւ որ պատերազմը վերջացել էր արդեն։ Արցախը ազատագրվել էր, կուսակցական ճշմարտ տակ հայտնվեց մեր ընտանիքը եւ եղբայրներիս անվտանգություն տարավ։ Ինչպես մյուս ընտանիքների մեջ բաժին հասավ ողբերգության մի մասնիկ, այդ մի մասնիկի զոհնել նաև դարանք մենք։ Եվ ես հենց այնպես չէի լքի Հայաստանը։ Ես հալածանքից եմ եկել Ամերիկա եւ շատ շնորհակալ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ այդ ժամանակաշրջանում կարողացել եմ այստեղ իմ երգը հանրությանը հասցնել։ Իմ ստեղծագործական աշխատանքները միշտ եղել են թե Սփյուռքում, թե Ամերիկայում, թե Ամերիկայից դուրս եւ Ամերիկայում գտնվելու պատճառներից մեկը նա էր, որ ես կարողացել եմ օգտակար լինեմ այնտեղ իմ հարազատներին, իմ ընտանիքին, իմ բարեկամներին նյութական առումով։ Դրա համար God bless America։ Պարոն Իսպիրյան, դուք շրջել եք ողջ աշխարհով, երևի թե չկա որևէ հայկական գաղթօջախ, որևէ համայնք, որտեղ դուք ելույթ չեք ունեցել։ Այն ժամանակ շատ դժվար է եղել համախմբել նաև տարբեր տարածքներում գտնվող հայերին, որովհետև այնուամենայնիվ չկար ինտերնետ կապ, հեռուստակայանները համախմբող ֆունկցիա չէին կատարում եւ այլն, եւ արդյունքում համախմբում էր հայրենիքի նկատմամբ կարոտը եւ այդ գաղափարախոսությունը։ Կպատմեք ձեր այցելությունների մասին եւ առհասարակ այդ շրջանի մասին, երբ տեսել եք աշխարհում ամեն ինչ երևի։ Նայեք, պատմեմ ես առաջին անգամ, երբ որ գտնվեցինք Սիրիայում 89 թվականին Մարաթուկ անսամբլի հետ մենք գնացինք Սիրիա, հələ խորհրդային էր հələ Հայաստանը։ Դամասկոսում առաջի համերգը եղավ եւ տարբեր կուսակցություններից մարդիկ կային այնտեղ։ Պիտի սա բարձրաձայնել։ Եվ մենք երգեցինք եռագույն։ Եվ ես հայ քաջերը երգեցի, հայ քաջերը իմ գրած բառերն են։ Երգեցի հայ քաջերը մեր եռագույն դրոշի ներքո պիտի ազատենք Հայաստան։ Այնտեղ մի մասը ոտքի ելավ խանդավառվեց, որ Հայաստանից եկած խումբը եռագույնի անունա տալիս, իսկ մի մասը եկան ինձ սկսեցին վարկավեկել։ Մեկը ասեց լակոտ ասեց, եռագույն ես երգում։ Դուք պատկերացնում եք Սիրիայում։ Բայց հետո, երբ որ եկանք Հալեբում արդեն այդ բաները չտեսանք։ Բոլորը հայնասիրական երգով ապրեցին, եւ ես երգեցի Տարոնի հարսներ, որ մի քարյակ կա, որ ասում է պիտի գա օրը, երբ հայերս մեկ, մեր թափված ամեն արյան վրեժը լուծենք։ Երբ որ այս բառերը լսեցին, 1000 հոգի ոտքի ելան։ Եվ ծափարությունները այնպես ցնծությամբ ընդունվեց, կուզենք, 3 անգամ այդ քարյակը երգացրին ինձ։ Ասեմ, որ իմ ունկնդիրը մեկն է, 99 թվականից
ես եղել եմ արտասահմանում, շատ տպավորված եմ արևելքից, հայնասիրական ոգու մեջ, Լիբանան, Սուրիա, դե հիմա Սուրիան քանդվեց արդեն, բայց այդ հայնասիրական ոգին, ինչ որ ես տեսա Լիբանանում, ոչ միտեղ չկա, դա բարձրաձայնում եմ, ամեն տեղ էլ կան հայնասերներ, որ քաջալերում են այս երգերը, քաջալերում են հեղափոխական երգերը, 97-ին առաջին անգամ գնացի Արգենտինա, Ուրուգվայ, այնտեղ էլ երգեցի նույն ձևի ցնծությամբ եւ այսպես շարունակ Եվրոպա, այդ ասպարեզը բացվեց իմ առաջ 90-ական թվականներին, երբ որ եկա այստեղ էլ արդեն անձնագիրը վերցրեցի, ավելի հեշտացավ, նույն ձևի շարունակում եմ մինչև օրս ինձանից ժառանգել է իմ տղան, ինձանից ժառանգել է իմ եղբոր տղան աղասին, եւ մենք իսպիրյաններով պետք է ասենք մեր խրամատներում ենք կռվում։ Շատ խորհրդանշական է, երբ ձեզ հաջորդող սերունդը եւս շարունակում է ձեր աշխատանքը եւ աշխարհին շարունակում պատմել հայ երգի մասին։ Ձեր որդին Արաբոն ինքն էլ ժառանգել է իհարկե իր պապերից, ձեզնից այդ տաղանդը եւ ոգին։ Ես իր համերգին եղել եմ ու շատ տպավորված եմ, դեռ առաջին մենահամերգին էստեղ Միացյալ Նահանգներում։ Հանգամանքների բերումով ձեր եղբայրը վաղ ժամանակ է հեռացել կյանքից, բայց դուք անընդհատ օգնել եք եւ աջակցել եւ նույն բեմում բարձրացել նրա որդու հետ, աղասի հետ, ով եւս ժառանգել է այդ ամենը։ Կպատմեք նաեւ այդ խորհրդանշական կապի մասին, ձեր որդու, ձեր եղբոր որդու մասին։ Ես ուզում եմ մի քիչ ներկայացնել ֆիդայական շարժման ժամանակ, երբ որ Նիկոլ Դումանը խումբը կանգնեցրեց եւ եկավ ձեռքը դրեց դրոյի վրա։ Նիկոլ Դումանը ծնեց դրոն ծնեց Նժդե։ Նույն ձևի հազարավոր մարդիկ կանգնած ձեռը դրեց Նժդեհի վրա։ Եվ նրանք մեծ դեմքեր եղան, որ հայրենիքի ազատագրական պայքարի մեջ շատ մեծ դեր ու նշանակություն ունեցան, վարկաբեկեցին, ամեն ինչ եղավ իրանց համար, ինչ ասես խոսեցին, բայց վերջը արդարացվեց։ Հիմա այս ազգային հայնասիրական երգերի մեջ ես ծնեցի աղաս, աղասը ծնեց Արաբոն։ Արաբոն էլ ծնում է աղասի տղա Տարոնին։ Ուզում եմ խոսեմ իրենց մասին, նախ իմ Արաբոն ինքը բացարձակապես Վերինաշճանի լավ մարդ է։ Որպես իր մարդ տեսակը, ես որպես հայր հպարտ եմ իրանը, որ Արաբը ունեմ, նույն էլ աղասը, նույն էլ մեր մյուս Տարոնը, իրենք մարդիկ են, որոնք իրենց մշակույթով, իրենց երկարվեստով իրենց նվիրել են հայրենիքին եւ ինչ արհավիրքների առաջ ասես կանգնում ենք մենք իսպիրյաններով, թե քննադատություններ, թե քաղաքական ակտերի մեջ, թե քաղաքական պատվերների մեջ, ամեն ինչ տեսնում ենք եւ մինչեւ օրս տեսնում ենք դեռ Մհեր ջան, այդ քաղաքական պատվերների, այդ խոչընդոտները, որոնք մեր մասին գրվում է, որոնք փնովում են, բնական է թագավորի հետևից են խոսում, բայց ես մի բան ասեմ, իսպիրյանների գործը արդար է, իսպիրյանների գործը հայրենասիրական առաքելություն է եւ մենք չենք լռելու, քանի մեր ժողովրդի իդեալներն ու նպատակները կատարված չի։ Ինչքան կարողանանք, պիտի երգենք, ես էլ Արաբոնին աղասնել, հետո Տարոնն էլ։ Պարոն Իսպիրյան, 90-ականների Արցախյան պատերազմին, առաջին Արցախյան պատերազմի ժամանակ ձեր երգերը հաղթական երգեր էին։ Դրանք օգնում էին մարդկանց ոգին բարձրացնել եւ բնականաբար իհարկե զգացողությունը փոխանցել մյուսներին։ Այսօր հավանաբար այդ երգերը վերաիմաստավորվում են Արցախյան վերջին պատերազմից եւ կորուստից հետո եւ անգամ ձեր վերջին մենահամերգից Հայաստանում համալիրում մենահամերգից 2 օր անց հանձնում են Արցախը։ Ինչպես է այդ երգերը կարողանում հիմա կատարել։ Արդյոք դրանք հակառակը առավել տոկուն եւ առավել ամուր բնույթ են ստանում։ Մհեր ջան, ես ուզում եմ մի քիչ ունկնդրի մասին խոսել, որ այսօր շատ հայրենասեր ընկերներ ունեմ ես, թե կուսակցական եւ թե ոչ կուսակցական, որ հայրենասեր տղերք են։ Երբ իրենց հետ խոսում եմ, ասում են ներսիկ, Արցախի հանձնումից հետո մի տեսակ ոնց որ չկարողանամ այս երգերը լսել։ Եթե ինձ եք հարցնում, ես կասեմ, որ հենց այդ իմ ընկերները, որոնք չեն լսում հայրենասիրական երգեր, նահանջ են արձանագրում։ Նահանջ եք արձանագրում, սիրելի հայրենակիցներ, ձեր չլսելով պատերազմը դեռ չի վերջացել։
թուրքը մեր սահմաններին է։ Հիմա ավելի շատ պիտի ուշ տակ այդ երգերին, ավելի շատ պիտի լսեք այդ երգերը, մինչև մենք ետ բերենք եւ ազատագրենք Արցախը։ Օդի ջրի պես այսօր ձեզ պետք են։ Օդի ջրի պես ձեզ եմ ասում, սիրելի այնակիցներ, նահանջ մի արձանագրեք, ավելի շատ լսեք այդ երգերը։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Գլենդելում գտնվող Eden ռեստորանում, որը ամենաշքեղ ու ամենագեղեցիկ ռեստորաններից մեկն է հենց Գլենդելում։ Eden ռեստորանը ունի նաև առանձին սրահ, առանձին ռեստորան, խոհանոց, որը կոչվում է Umi by Eden։ Պետք է նշել, որ 3 հարկերի վրա տեղակայված է ամենագեղեցիկ միջավայրերից մեկը հենց Գլենդելում։ Իսկ խոհանոցի եւ համեղ ուտեստների մասին պետք է ձեզ պատմենք առավել մանրամասն, քանի որ Eden ռեստորանը ներկայանում է fusion ամերիկյան կամ ժամանակակից մոդեռն ամերիկյան խոհանոցով։ Կոկտեյլները եւ խմիչքները բնականաբար իհարկե լավագույն կերպով ընդգծում են այս միջավայրը։ Eden ռեստորանը ներկայանում է ամերիկյան ռեստորանային ինդուստրիայի լավագույն ավանդույթներով, այն պարզ պատճառով, որ հիմնադիրը հենց ինքը նախկինում էլ իր ողջ կյանքի ընթացքում հենց այս ոլորտում է աշխատել եւ բնականաբար իհարկե հաշվի առնում յուրաքանչյուր մանրուք եւ նյուանս։ Սա նրա առաջին ռեստորանը չէ։ Eden ռեստորանը բաց է յուրաքանչյուր այցելուի համար, լինեք ընկերական շրջապատով, ընտանիքով, թե ձեր սիրելիի հետ, յուրաքանչյուր երեքշաբթիից կիրակի։ Դա Eden ռեստորանն էր եւ Umi by Eden-ը, որը շքեղ մենյուով է հանդես գալիս եւ իհարկե ամենաթանկ միջավայրով, բայց շատ մատչելի գներով։ Սա երկրորդ հարկն է, որը առանձին ավելի private հատված է, ավելի այսպես ինտիմ միջավայր է, որտեղ դուք կարող եք ձեր մտերիմների եւ հյուրերի հետ նշել հատուկ առիթներ եւ տարբեր միջոցառումներ։ Այստեղ ձեզ հնարավորություն կտա առանձնանալու ընդհանուր միջավայրից եւ միաժամանակ ապահովելու լավագույն միջավայրը լավագույն սպասարկմամբ։ Սա իմ ամենասիրած հատվածներից մեկն է, ինտերիերից իհարկե միջև խոհանոց ամենագեղեցիկն ու ամենահամեղը։ Եվ իհարկե չենք մոռանում rooftop-ի մասին։ Այս հատվածում արդեն rooftop-ն է, որտեղ դուք կարող եք վայելել ձեր երեկոները, իդեպ կան օրեր, եւ դուք կարող եք վայելել նաեւ հուկան եւ բնականաբար իհարկե DJ-ն էլ կապահովի լավագույն տրամադրությունը։ Ողջույն, ես գտնվում եմ Art in Beauty Aesthetics-ում, որտեղ մենք խոսում ենք հաճախ էսթետիկ գեղեցկության եւ առողջության մասին։ Իմ կողքին է բժիշկ Արտակ Մկրտչյանը, ողջույն բժիշկ, շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Նմանապես Նահեր ջան։ Բժիշկ, ես հաճախ եմ ձեզ այցելում, որովհետև ինքս շատ քիչ եմ ցավոք ջուր օգտագործում օրվա ընթացքում եւ միաժամանակ նաեւ հաճախ օգտագործում եմ ալկոհոլ, ոգելից խմիչքներ, որը իմ օրգանիզմը ջրազրկում է մեծամասամբ, սակայն մենք այդ հարցը լուծում ենք IV գործընթացներով, հա, կպատմեք այդ մասին եւ ում խորհուրդ կտաք հատկապես։ Ուղղակի սա չհնչի, որ ես ուզում եմ, որ դուք շատ ալկոհոլ օգտագործեք, քանի որ կալուցումը կարող է գալ այստեղ։ Ուզեք, բժիշկ, ամեն շատ եք օգտագործում։ Ինձ սալ չհասկանաք, բայց իհարկե կյանքում մենք բոլորս գնում ենք, ուրախանում ենք, մեկ-մեկ մի քիչ չարաշահում ենք, ինչքան ենք ալկոհոլ խմել։ Գիտեք, ինչքան էլ դուք ձեզ հեղուկ խմեք, ինչքան վիտամիններ օգտագործեք, կամ մի քանակություն, որը դուք կարող եք ներծծել ձեր ստամոքսային տրակտից, իսկ այդ IV անգլերենով ասեմ, որտեղ ժողովուրդը տենց գիտեն, IV hydration, IV drip therapy, դա միանգամից գնում է ձեր երակային համակարգը, այսինքն ոչ մի կորուս չկա, միանգամից ջրազրկման հարցը լուծվում է, բացի դրանից էլ անհատական ես ընտրում եմ, ես ինքս եմ նայում բոլորին, ընտրում են կոկտեյլը, որը որ պատրաստի, կախված հաճախորդի ինչ է պետք։ Եթե դա ալկոհոլ է, ալկոհոլից հետո խմելու մյուս օրն է կամ ասենք ջետ լագ է, ուրիշ տեղից գալիս են, թուլ են, հոգնած են, կախված դրանից պատրաստում է հատուկ կոկտեյլ տալիս է։ Խոսքը վիտամինային կոկտեյլ։ Հիմնականում դրանք վիտամիններ են, միներալներ են։ Վերջերս ես ավելացրել եմ նաև ներերակային stem cell exosome-ներ, հրաշք մի բան է, ընդհանուր մաշկի թարմացում է տալիս։ Ահագին հաճախորդներ ունեմ, ասում են հոդացավերն է անցնում դրանից, շատ ռեջեներատիվ է, ձեր ամբողջ մարմնի էներգիայի եւ տոնուսն է բարձրանում եւ դիմադրողականություն է բարձրանում մարմնի։ Մարդիկ գալիս են ամիսը մեկ անգամ, արդեն դառնում է ոնց որ մի սովորական բան ու ցանկությունն է, որտեղ շատ լավ են զգում իրենց դրանից հետո։ Ամիսը մեկ անգամ ընդամենը 40 րոպեից 1 ժամ տրամադրելով ձեր օրգանիզմին այդ IV գործընթացներով գոնե կկարողանաք վերականգնել վիտամինները, ամենատարբեր օգտակար երևի թե նյուտրիշնները եւ միաժամանակ իհարկե ջրազրկման խուսափելու դեպքերը։ Շնորհակալ եմ բժիշկ, ես հիշեցնեմ, որ նշված հեռախոսահամարով զանգահարելով դուք կկարողանաք ամրագրել ձեր ժամը հենց այս կլինիկայում։
Ողջույն, մենք գտնվում ենք Սանտա Մոնիկա քաղաքում Impero Motorsport-ում։ Միացյալ Նահանգներում շատ կարևոր է մեքենայի նկատմամբ խնամքը եւ բնականաբար իհարկե թանկ եւ լավ մեքենան լավագույն ներդրումն է ապագայի համար եւ այդ ներդրումը պետք է անպայման պաշտպանել։ Մեքենան կարելի է պաշտպանել նաեւ պաշտպանիչ շերտով, այսինքն tint cap wrap կոչվող գործողությամբ։ Անցնենք ներս ու պարզենք, թե ինչպես է ամենը տեղի ունենում։ Հենց այս տեղից սկսած Impero Motorsport-ում ձեզ կդիմավորեն եւ բնականաբար իհարկե միասին աշխատակիցների հետ դուք կընտրեք գույնը կամ այն ծառայությունը, որը պետք է մատուցվի այստեղ։ Շատ կարեւոր է, որպեսզի ձեր մեքենան պաշտպանվի եւ ոչ միայն դիզայնի եւ արտաքին տեսքի տեսանկյունից, այլ նաեւ պարզապես իհարկե պաշտպանված լինելու տեսանկյունով։ Իսկ եթե կա հատուկ դիզայն, որը դուք ցանկանում եք, ապա մասնագետները եւ գրաֆիկ դիզայներները միասին ձեզ կօգնեն գտնել այդ դիզայներական լուծումը։ Այստեղ Impero Motorsport-ի աշխատակիցները շատ կարճ ժամանակահատվածում հաշված օրերի ընթացքում կփոխեն ձեր ցանկության դեպքում ձեր մեքենայի արտաքին տեսքը, այսինքն գույնը, դիզայնը եւ այլն, եթե ցանկանում եք։ Եթե ցանկանում եք պահպանել նույն գույնը եւ պարզապես իհարկե պաշտպանիչ շերտով, այսպես ասած, թինթանել, այստեղ այդ ծառայությունը եւս գործում է լավագույն մասնագետների շնորհիվ։ Իդեպ նրանք բոլորը ունեն երկար տարիների աշխատանքային փորձ եւ յուրաքանչյուրը իր գործի մասնագետն է։ Այս պարագայում շատ կարևոր է դետալային աշխատանքը, որը մասնագետներն իրականացնում են ոսկերչական ճշգրտությամբ։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ այս ընկերությունը ներկայացնում է Ceramic Pro-ի Պաստորեն բացառիկ ներկայացուցչությունը Beverly Hills-ում եւ կա մի շատ կարևոր ծառայություն, որը հենց Ceramic Pro-ն է առաջարկում, դա վաքսով մեքենայի երկարաժամկետ պաշտպանիչ շերտ ապահովելն է, որը կարող է մեքենան պաշտպանել եւ անձրևի, ջրերի, կետերից, հետքերից եւ կարող է իհարկե ծառերի, ճյուղերի առաջացած խազերից եւ մնացած բոլոր արտաքին հարվածներից պաշտպանել, ինչը չափազանց կարևոր է։ Պարոն Իսպիրյան, ինչպես որոշեցիք գրեթե 17 տարի առաջ հայրենադարձվել, վերադառնալ ձեր ընտանիքով Հայաստան եւ ինչ փոփոխություններ տեսաք, ինչպես կարողացաք ադապտացվել այդ կյանքին։ Ասեմ, ես 18.5 տարի ապրել եմ Ամերիկայում, բայց երբևիցե չեմ ապրել ամերիկացու նման։ Ապրել եմ ավանդական, իմ երեխաները տունը մի բառ անգլերեն չեն խոսել, կաշկանդել եմ իրենց, որ խոսեն անգլերեն, սիրել եմ Ամերիկան, սիրում եմ Ամերիկան մինչև օրս, ասեմ, բայց իմ նման հայրենասիրական երգեր պրոպագանդողը չէր կարող մնալ այստեղ, որովհետև այն որ ես եմ տալիս իմ ժողովրդին, այն որ այդ հայրենասիրական ոգին փոխանցում եմ իրենց, իմ նման մարդուն չէր սազի, որ ես Ամերիկա մնայի, ես պետք է իմ հայրենիքի վրա նեի, քանի որ հողն է ուժ տալիս, ստեղծագործական աշխատանքների սնուցումը, ամենամեծ հոգևոր սնուցումը ստանում ես հողից, արյան կանչից, հողի կանչից, դա է քեզ տրամադրում, ստեղծագործես դրա, դա է քեզ տրամադրում հայրենիքի կանչը, հայրենասիրությունը եւ ասեմ, որ այդ ժամանակներին, երբ որ ես եկա համալիր համերգ տվեցի 11 թվականներ, Լեփլեցում դահլիճ 15000 մարդ կար եւ 3000 էլ դուրսը մնացին։ Երբ որ եկա, ես ընտանիքիս կանչեցի երեխաներից եւ տիկնոջս, ասացի մեր տեղը ազատ է։ Մենք պետք է վերադառնանք հայրենիք։ Ժողովուրդը այդ երկրի ծառայը ունի եւ մենք 5 անգամ համալիր համերգ ենք դրել, 5 անգամներ սոլդաուտ ա եղել Մհեր ջան։ 15 թվականին էլ Հայաստանի մշակույթային մինիստրությունը կազմակերպեց մայիս 28 բացօթյա հրապարակում ներկայային շուրջ 150,000 մարդ հրապարակում։ Դե տոմս չկար, ազատ էր մուտքը, 150,000 մարդ ամբողջնում եւ ապրում էին այդ ազգային հայրենասիրական երգերով։ Բայց հիմա ազդեցություն կա մի քիչ, զգում ենք, որ սակավա ապրում։ Սակավա ապրում, որտեվ դա հենց այդ իմ ասած նահանջ արձանագրողներն են։ Առասարակ գրագիտության խնդիրներ կա երաժշտական, այսօր չգիտեմ, շատերը երիտասարդներից չեն տարբերում գուսանական երաժշտությունը աշուղական երաժշտությունից, չգիտեմ, ռազմահայրենասիրական երաժշտությունը
ժողովրդական երաժշտությունից։ Ինչ եք կարծում, դա մեդիա ոլորտի մեր մասնագիտության մարդկանց բաց թողումն է, թե այնուամենայնիվ դա պիտի պետական մակարդակով արվի դպրոցից սկսած, մանկապարտեզից սկսած, երաժշտական դպրոցներից սկսած։ Ձեր թված այդ բոլոր ոլորտներն ինչ որ մատնանշեցիք, իրենց դերն ու նշանակություն ունեն, թե պետականորեն, թե դպրոցներից, այո, պետք է սա դասավանդվի։ Պետք է դասան ռազմահայնասիրական հեղափոխական երգ ուրիշ բան է, ազգագրական երգերը, որը որ իր մեջ արտահայտում է ծեսերը, օրինակ ժամանակին Ջանգյուլում հիշում եք, Վարդեվար, սրանք լրիվ ազգագրություն են ներկայացնում եւ սրանք ունեն իրենց երգերը։ Հայկ Նահապետը ինչ ոտը դրել է այդ հողին, ազգագրությունը իր հետ ծնվել է մեր ժողովրդի մեջ ծնվել է եւ առաջնորդվում մինչեւ հիմա 5000 տարի։ Եվ սեպտեմբերի 12-ին իմիջիայլոց ասեմ, մեծ համերգ է պատրաստվում գրեկ թատրոնում, ես ու Արաբոն ներկա ենք լինելու, մշակույթային հայ ժողովրդի հազարամյա պատմությունը պետքա այդ օրը հնչեցնենք եւ պետքա այդ օրը արտահայտենք ժողովրդին հանրությանը ներկայացնենք 5000 տարվա մեր պատմությունը մշակույթային առումով։ Այո, շատ ճիշտ եք ասում։ Սա անմիջապես պետականորեն պետք է տրվի ժողովրդին, դպրոցներում եւ եթերներում, որ եթերների պակասը շատ կա, որ ժողովուրդը հասկանա զանազանի աշուղական երգը, գուսանական երգը, ժողովրդական երգը, ազգագրական, ռազմահայնասիրական եւ էստրադային երգերը։ Պարոն Իսպիրյան, ցավով պիտի նշենք, որ այսօրվա հնչող հայկական մասսայական երաժշտությունը շատ ազդված է թուրք-ադրբեջանական երաժշտությունից։ Բայց հավանաբար դրա համար կան պատճառներ եւ հավանաբար դա գալիս է ժամանակի խորքից, չէ, դա նոր երևույթ չի։ Դուք էլ ինչպես որևէ մեկը ավելի լավ գիտեք այդ երաժշտության պատմությունը եւ ազդված լինելու հանգամանքները։ Կփորձեք պատմել, թե ինչու է այդպես։ Նախ ասեմ, մենք հարևաններ ենք։ Տեսեք, Արևմտյան Հայաստանում, երբ որ ազգագրական երգերը մեր պապերը երգում էին, մի փոքր քրդական ազդեցություն կար, եւ դա անխուսափելի է։ Միտեղ ապրել են, մի հողի վրա հունձ են արել, մի հողի վրա հարսանիք են արել, խնամիական կապեր են ունեցել իրար հետ։ Եվ Արևմտյան Հայաստանում, երբ որ հայ ժողովուրդը պետականությունը կորցրեց, հարավից այդ հարևան ցեղերը թափանցեցին Արևմտյան Հայաստան եւ խառնվեցին մեր հետ։ Այդ ազդեցությունը միշտ եղել է։ Դրա համար երբեմն որ մարդիկ կան ասում են ազգագրական երգերը քրդականի նման է, ազգագրական երգերը մի քիչ թուրքականի նման, թուրքերը բացարձակապես կուլտուրա չունեն, դա դիրմիկոն, բայց քրդերը ֆոլկլոր ունեն։ Այդ ազդեցությունը անխուսափելի է, ինչ ուզում ես արա, այդ ազդեցությունը կա, բայց այդտեղ ես ուզում եմ մատնանշեմ մի բան, ոճի տարբերությունը։ Հիմա նույն Գուսան Շերամի բոյիտ բուսիտ մատաղ ջեյրան ջեյ վերջը ադրբեջանցիները ներկայացնում էին, Ավտանդիլը Գարմանով էր ներկայացնում, Զեյնաբ Խանդարովներ խորհրդային տարիներին երգում էին։ Նրանք երգում էին իրենց ոճով, հայերը երգում էին տիպիկ հայկական ժողովրդական ոճով։ Ազդեցությունը անխուսափելի է։ Այն ժամանակ խորհրդային տարիների էստրադան, երբ որ մատուցվում էր ժողովրդին, Կոստանդին Օրբելյան, Արմո Բաբաջանյան, ռուսական բան կար մեջը, թե ռուսական բառերով եւ թե ռուսական ելևեջներով ազդեցությունը անխուսափելի է, ինչ ուզում ես արա լինելու է, բայց այստեղ ես նորից ուզում եմ շեշտը դնեմ, որ երգիչներ կան, այդ ոճով են երգում ադրբեջանական կամ թուրքական ոճով, երգիչներ կան նույն երգը, որ այսօր կատարում են ադրբեջանցիները, թուրքերը մինչև անգամ, քրդերը կամ կողքի հարևան հույները, այս վերջերս Արաբոյի տունիմ հայրենին լսել եմ հունարեն։ Հունարեն, պատկերացնում եք, տունիմ հայրենին, որ խոսքերը, գիտեք, մեր Գևորգն էր գրել, երաժշտությունը Արամ Ավագյանը։ Այսօր հույները երգում են տունիմ հայրենի։ Ազդեցություն է, չէ՞, բայց ինքը երգում է իր ոճով։ Բայց տիպիկ հայերենը Արաբոնը ներկայացնում։ Սա անխուսափելի է, ինչ ուզում ես արա ազդեցությունը կա։ Բայց ես խոսքս ուղում եմ մեր երգիչներին, որ զգույշ եղեք։ Ոճերի մեջ մնացեք հայավարի։
Հարևաններ են, պետք է լինի։ Պարոն Իսպիրյան, որն է ձեր տեսլականը, ինչ անել, որպեսզի ռազմահայրենասիրական, ազգային երգի եւ երիտասարդության միջև անջրպետը նվազի կորի։ Ինչա պետք է անել, էքսպերիմենտներ գուցե անել, չգիտեմ, ժամանակակից ոճով ներկայացնել։ Բայց Մհեր ջան, նայ, ձեզ ասեմ մի բան։ Այսօր բավականին մեծ բանակ կա, որ հայրենասիրական երգեր որևէ մեկը դա չի հերքում, բայց ես վստահ եմ, որ դա բավականաչափ չի։ Ես վստահ եմ, որ մենք էլի աշխատելու տեղ ունենք հաստատ։ Հա, եթե խոսքը դնում է հայրենասիրության համար, այո, դա անսպառ է։ Ինչպես անել, ոնց անել, որ դա ավելի մատչելի դառնա, այսինքն ավելի մասսայական դառնա, հասկանա երիտասարդը, թինեյջերը, դեռահասը։ Մեդիայի թերիացումն։ Մեդիայի թերիացումն է, որ միշտ պետքա պրոպագանդվի։ Միշտ հայրենասիրական երգը միշտ եթերներում պիտի անպակաս լինի։ Օրինակ այսօր կամավոր երգը, չէ՞։ Չկա այդպիսի երիտասարդ, որ կամավորը իմ հետ չերգի, թեկուզ ռաբիզա լսում։ Ռաբիզա լսում, օտարամոլ երգերա լսում կամ ինչ-որ, բայց երբ որ կամավորես երգում, խենթանում է մարդը, լսում է։ Երբ որ Արաբոյի տունիմ հայրենից երգում, չկա անտարբեր մեկը։ Պահպանվում անես չի, որ ամեն ինչ վերջացած է, մեր ջան, բայց մեդիայի թերիացումն է։ Իսկ ինչպես եք վերաբերվում էքսպերիմենտներին ժանրային, երբ օրինակ, չգիտեմ, ռեփ կատարողներ, հիփ-հոփ կատարողներ անդրադառնում են էլի ազգային երգի, ինչպես պետքա զգույշ վերաբերվել կամ առհասարակ չեքսպերիմենտ։ Գիտես, դա ոչ մեկ չի կարող ճակերտների մեջ պահել։ Այս վերջերս ես լսեցի Սողոմոն Թելերյանի երգը Գինիլից։ Աշխասացնեց հայու ահը Գեդինեն գավ վերջը, պատմում եմ ձեզ Թայլաթի մահա Գինիլից, մի աղջիկ էր երգում, բայց բավականին լավ ներկայացնում է ռոք ստայլով, ռոք ոճով, բայց կարևորը ինձ համար այդ աղջիկը երգում է հեղափոխական, ես այդ եմ ընկալում, հիմա շատ պետք չի, ասենք, ատելության բանով նայել, քննադատության բանով նայել, հիմա այդ ձևով ներկայացնում իր ունկնդիրի ստիպում է, որ ազգային երգ է։ Եվ ներողություն, մեր ռաբիզ աշխարհի իմ ընկերները, որոնք ռաբիզ են երգում, իրենք էլ արծիվ սալացիր են երգում են տարբեր հայրենասիրական երգեր։ Գիտես, էդ էլ է պետք, թող ռաբիզ լսողը էդ էլ լսի, հայրենասիրական երգը լսի, բառերով առաջնորդվի, լսի Անդրանիկի, Գևորգ Չաուշի կամ ազատամարտիկների մեր մասին։ Ողջույն, մենք գտնվում ենք Գլենդելի ամենակենտրոնում, ավելի կենտրոն չի լինում։ Մենք գտնվում ենք Վերանդա եւ Վերանդա Lounge ռեստորաններում, վստահ եմ, ապրելով այստեղ Միացյալ Նահանգներում ձեզնից գրեթե բոլորը կամ բոլորը արդեն հասցրել են լինել այս հյուրընկալ ու գեղեցիկ պատերի ներքո։ Եթե դուք նախընտրում եք քեֆ անել եւ մեծ խմբով եք եւ կամ փոքր ընտանիքով կամ ընկերական շրջապատով, ապա Վերանդա ռեստորանը սպասում է ձեզ։ Որևէ մեկը այդ միջոցառումներին նստած չի մնում, պարահրապարակում ասեղ գցելու տեղ չկա, որովհետեւ բենդը եւ արտիստներն ու աստղերը այնպես են անում, որ որևէ մեկը նստած չմնա։ Լեփ-լեցուն սեղանների եւ համեղ տեսների մասին գիտեն բոլորը, իսկ սպասարկման որակը հասցրել են գնահատել ձեզնից շատերը։ Մենք գտնվում ենք այժմ Վերանդա Lounge ռեստորանում փոթորկից առաջ։ Ինչու փոթորիկ, որովհետև ամեն անգամ Երևան նայցի ընթացքում, Երևանյան գիշերների ընթացքում այստեղ իսկական էմոցիաների եւ աուրայի իսկական փոթորիկ է եւ հրաբուխ։ Բոլոր նրանք, ովքեր ցավոք չեն հասցնում կամ չեն կարող հասկանալի պատճառներով լինել իրենց հայրենիքում, Երևանում, ապա դա անում են այստեղ մտովի տեղափոխվելով այս գեղեցիկ ու երևանյան աուրայի շնորհիվ, երևանյան գիշերների շնորհիվ իրենց հայրենիք եւ այն Երևանը, որը նրանք լքել են։ Լավագույն ֆոլք եւ քաղաքային ֆոլք երգերը ձեզ մի անգամից կտեղափոխեն հենց այնտեղ Երևան։ Վերանդա Lounge առաջարկում է ժամանակակից ֆյուժն եւ համեղ ուտեստներով լավագույն խորտիկները եւ լավագույն մենյուն, որի դեպ չի զիջում անգամ Beverly Hills-ի կամ West Hollywood-ի ռեստորաններին, իսկ բարմենի պատրաստած կոկտեյլները կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Այնպես որ մեկ անգամ գալով Երևանյան գիշերներին, վստահ եմ այն կդառնա ձեզ համար ավանդույթ, չէ՞ որ Երևանյան գիշերները Վերանդայի արդեն դարձել են Գլենդելի համար իսկական այցեքարտ։ Ողջույն, եթե դուք ունեք home health կամ hospice եւ ունեք բուժ աշխատակիցների կարիք, ապա
Arma Physical Therapy-ն հենց ձեզ համար է։ Իմ կողքին այս պայն հիմնադիրն է Արսեն Արշակյան, ողջույն Արսեն, շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Արսեն, գիտեմ, որ նախ լավագույն մասնագետներն են ձեզ մոտ աշխատում, առաջին հերթին, երկրորդ հերթին շատ կարևոր է, որ նրանք պատրաստ են յուրաքանչյուր ճանապարհորդություն կատարել յուրաքանչյուր ուղղությամբ, ինչը ձեր բիզնեսում կարծում եմ, որ առավելություն է։ Կպատմեք, թե ինչպես եք ընդլայնել աշխարհագրական դիրքերը։ Շնորհակալություն, մեր ջան, ուրեմն իրականում նորություն է մեզ մոտ, մենք նոր տարածքներ ենք արդեն կարողանում ուղարկել մեր physical therapist-ներին Riverside County, Orange County, San Bernardino County եւ Sacramento, Fresno բոլոր տարածքները մենք կարողանում ենք ուղարկել։ Եվ ամենակարևորը մեզ մոտ, ես բազմաթիվ անգամ կրկնել եմ, նորից եմ ասում, որ բացի որակյալ ծառայություն մատուցելուց, որ յուրաքանչյուր patient-ին անհատական մոտեցում է ցուցաբերվում, նաև մեզ մոտ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ավարտից հետո թղթաբանական աշխատանքների վրա, որը շատ կարևոր է, դա կիմանան հոմելթների եւ հոսպիսների սեփականատերերը, որտեղ ցանկացած դեպքում, երբ որ ստուգողները կամ թեկուզ ասենք սերվեյներ անցնելու ժամանակ շատ մեծ նշանակություն ունի physical therapy եւ տրված ծառայությունները, որից կարող է դժգոհել կամ գոհ լինել հիվանդը եւ նաեւ վերջնականապես պատրաստի նոթերը ինչ որակով է մատուցվում եւ վերջնական կետով հանձնվում հոմելթի սեփականատերին։ Ես ավելացնեմ նաեւ լեզվի իմացությունը, որովհետեւ աշխատակիցները խոսում են ամենատարբեր լեզուներով, այդ մասին էլ մի քանի մանրամասներ։ Հա, ուրեմն ունենք մենք իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն, ունենք Ուկրաինայից նաև physical therapist-ներ եւ բարձր որակյալ, այսինքն ոչ թե լեզուներն են ընտրել, այլ նաև լեզուների հետ բարձրակարգ մասնագետներ, ովքեր տարիների փորձ ունեն։ Մեր physical therapist-ները բոլորը տարիների փորձ ունեցող հրաշք մասնագետներ են։ Այնպես որ եթե դուք ունեք բուժ աշխատակիցների կարիք, ապա այս physical therapy ծառայությունը հենց ձեզ համար է, կոնտակտները տեսնում եք ձեր էկրաններին։ Ողջույն, սա Գլենդելի ամենախոշոր եւ ամենագունագեղ մանկական խաղասրահն է, My Little Town-ը։ Գլենդելի այս մասնաճյուղը հատկապես իմ ամենասիրելին է, որովհետեւ այս ահռելի եւ ամենագունեղ ու գեղեցիկ խաղասրահը հագեցած է տեխնիկական լավագույն հնարավորություններով, որը ոչ միայն երեխաներին, այլ նաեւ ինձպես հոգով երեխաներին հնարավորություն կտա անցկացնել լավագույն ժամանցը։ Պետք է նշել, որ այստեղ իրականացվում են ինչպես ծննդյան, հատուկ առիթներ, այնպես էլ պարզապես ամեն օր ձեր երեխային կարող եք բերել այստեղ։ Անցնելով ներս կարող եք ծանոթանալ այլ մանրամասների։ Շուկայում առկա առաջարկների բազմազանության ֆոնին ինձ համար ամենակարևորը աշխատակիցների սրտացավ վերաբերմունքն է։ Համահիմնադիրներից, այս մասնաճյուղի ղեկավարներից Նարինեն անձամբ է պատասխանում զանգերին եւ անձամբ է հետևում յուրաքանչյուր միջոցառման մանրամասներին, այնպես անելով, որ յուրաքանչյուր հաճախորդ իրեն յուրահատուկ զգա եւ միաժամանակ իհարկե կարողանա ապահովել ձեր պահանջներից յուրաքանչյուրը։ Վստահ եք իմ խոսքին, այցելեք My Little Town եւ կհամոզվեք, որ ոչ միայն ձեր երեխան, այլ նաեւ դուք գոհ կհեռանաք այստեղից։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Omorphia Luxury Salon եւ Spa-ում, որտեղ լավագույն մասնագետները beauty industry, գեղեցկության ինդուստրիայի գործում են այստեղ։ Կանանց վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, ինչպես նաև սպա պրոցեդուրաների աշխատում են մեկ հարկի տակ ձեզ դարձնելու համար առավել գեղեցիկ ու գայթակղիչ։ Այնպես որ զանգահարելով այս հեռախոսահամարով, վստահ եմ, մեկ անգամ այցելելով եւ ժամադրություն վերցնելով, դուք կդառնաք Omorphia Luxury Salon Spa-ի մշտական այցելուն։ Վստահ եղեք, որ ամենալավ մասնագետներն այստեղ են եւ ամենալավ սպասարկումը մեկ հարկի տակ է Omorphia-ում, որը գտնվում է հենց Գլենդելի կենտրոնում։ Այստեղ սպասում են ձեզ։ Երիտասարդության մեջ ռոպագանդելու առումով նաև մեծ ավանդ ունի իմ կարծիքով, դա սուբյեկտիվ կարծիք է, Սիրուշոն, ով իր Արմատ ալբոմով կարողացավ այնպես անել, որ վիզուալ, թեկուզ տեսահոլովակներով եւ այլն, անգամ զարդերով, հագուստով, ոճաբանությամբ հայ երիտասարդ աղջիկների մեջ ռոպագանդել։ Նայեք, այդպիսի շատերը կան, Սիրուշոին ես շատ եմ սիրում, ինքնատիպ, ներկայանալի, այս վերջերս Գոմեշտա բան ինչ որ ես հետևում եմ Սիրուշոին, իմ ընտանիքն էլ է սիրում Սիրուշոին, հետևում ենք եւ իր առած գործը անթերիա։ Շատ լավ գործ է կատարում Սիրուշոն, բայց չմոռանանք նաեւ Շուշան Պետրոսյանին։ Շուշան Պետրոսյանն էլ է երգում ազգային երգեր։ Չմոռանանք Ինգա Անուշին։ Իմ ընտանիքը շատ է սիրում Ինգա Անուշին, որ այսօր ասպարեզում չեն։
Ներկայացնում էին ազգագրական Այն Ինգա Անուշի մասին այս թեմայով շատ ակտուալ մի հատ բան կա, որը այսօր համացանցում ամենաշատը քննարկվում է։ Ներողություն եւ այդ տեսակ շատ կան երգիչ-երգչույներ, հիմա չեմ հիշում անուններ էլի, բայց կան որ ներկայացնում են ազգային հայնասիրական երգերը, ազգագրական երգերը։ Չես կարող հենց այնց ասել։ Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ համացանցում հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող երկու աստղ նախագիծը, որը անդրադարձել էր Անուշ Ինգայի երգին, եւ երգը կատարում էին երիտասարդ երգիչ Ռոբերտ Կոլոյանը եւ ինչ-որ բլոգեր աղջիկ, ովքեր հակել էին Անուշ Ինգայի ազգային տարազը եւ երգում էին Ջան-ջան երգը, եւ հասարակությունը բունտ էր անում, թե հայ տղամարդը չի կարող հակնել կնոջ տարազ, բնականաբար իհարկե արդարացի այդ աղմուկը բարձրացավ եւ հանրային հեռուստաընկերությունը որևէ մեկնաբանություն չարեց։ Ձեզ համար օրինակ նման հումորները ճակերտավոր ընդունելի են թե ոչ։ Եվ արդյոք ինձ համար անձամբ ընդունելի չեն, բայց ես չեմ կարող դատել։ Ինչու՞։ Չեմ կարող դատել, որովհետեւ ես եմ արվեստագետ։ Եթե ես դատեմ, ուրիշ ձևի կընկալվի հանրության կողմից։ Լավ, բայց ինձ համար ընդունելի չի։ Պարոն Իսպիրյան, մանավանդ Ինգա Անուշին բացարձակապես պետք չի որ այդպես հումորի տակ դնել կամ ինչ-որ բան, որտեղ նրանք բացարձակապես շատ մեծ գործ են կատարել։ Բայց մեր համար չպիտի լինի ինչ-որ սահմաններ։ Ես էլ ինքս կարծում եմ, որ հումոր կարելի է անել եւ էքսպերիմենտներ կարելի է անել, բայց կան ինչ-որ թեմաներ, հավանաբար որոնց պետք չի, չէ, դիպչել, ինչ-որ սահմաններ չպիտի լինեն։ Դե գիտես, դա այնպիսի բանը մտածելակերպ է, որ իրենց պիտի հաշիվ տան, օրինակ ես ասեմ ձեզ էլի, եթերներում շատ ցինիկ բաներ եմ տեսնում, շատ ցինիկ հումորներ եմ տեսնում, մեկ sense ինքս իմ մեջ ասում եմ, բա մեր ազգին սա չի սազում, էլի ինչի են անում sense բաներ։ Չեմ ուզում դատեմ, ես արվեստագետ եմ, դատելը լավ բան չի։ Հասկացա՞ր, բայց ես ինքս վատ եմ զգում։ Հայ ազգի ինքնաճանաչումը, երբ որ հասկանա մեր ժողովուրդը, երբեք չի գնի տես ցինիկ բաների հետևից։ Ժողովուրդը ինքնաճանաչում չի ապրում, ժողովուրդ ջան, դուք ինքնաճանաչում չեք ապրում։ Ես ուզում եմ մի քիչ ավելի խորը գնամ։ Այդ դրախտավայրը որտեղ էր։ Աստված ստեղծեց դրախտը, տվեց Ադամին ու Եվային, դուք ձեզ հարց տվել եք որտեղ էր։ Ձեր իսկ հողի վրա Տիգրիս եւ Եփրատ գետի արանքում, որը կոչվում է Արևմտյան Հայաստան, ջրհեղեղից հետո Նոյը ոտը որտեղ դրեց։ Արարատի գլխին, քաղաքակրթությունը գնաց մեզանից, ինչի ինքնաճանաչում չեք ապրում։ Ինչի ձեզ հաշիվ չեք տալի, թե դուք ով եք։ Այսօր կողքի հարևան երկիր ասում են մենք Աստծո ժողովուրդ ենք։ Ոչ, Աստծո ժողովուրդը հայն է, որը Նոյից եւ դրախտավայրից եղել է քու հողատարածքում եւ Նոյը հողը դրել է քու Արարատի գլխին, քաղաքակրթությունը գնաց այնտեղից։ Աստծո ժողովուրդը մենք ենք, բայց մենք այնքան ենք հեռացել մեր արմատներից, մեր սկզբունքներից, մինչև անգամ ազգային ծրագիր չունենք, իսկ կողքի հարևանները իրենց ազգային ծրագրերով տեսեք ուր են նվաճել։ Տեսեք ուր են նվաճել, ուր են հասել։ Մենք փնովելով, նախանձելով, հայնասիրական երգը ջարդելով, քաղաքական ազդեցությունների տակ ընկնելով, իրար վրա գրելով, այսօր ենք այդում ժողովուրդ ջան։ Մի քիչ ինքնաճանաչում որ ապրեք, մհերն էլ այս հարցերը չի տա ինձ։ Պարոն Իսպիրյան, եւ վերջում, եթե փորձենք պատկերացնել, որ մեզ հիմա նայում է մի երիտասարդ, մի դեռահաս, ով երբեք սեր չի ունեցել ժողովրդական, ազգային, ռազմահայրենասիրական երգերի նկատմամբ, ու հիմա հետաքրքրություն առաջացրեցինք այս զրույցով։ Ինչից սկսել, որ երգերից սկսել, ինչ խորհուրդ կտաք։ Նայեք, Մեհեր ջան, նախ անդրադառնամ այդ երիտասարդի հոգևոր սնությունը որտեղից է գալի։ Ընտանիքից, չէ՞։ Ընտանիքից նաև սկսում է հայրենիքը։ Եթե ունես ամուր ընտանիք, եթե ունես հայրենասեր ընտանիք, ընտանիքից էլ սկսում է հայրենիք։ Նախ անմիջապես ընտանիքի դաստիարակությունը պետք է լինի, թե խոսակցության վրա, երեխան ասե ապե, գիտես ինչ, այս ինչ ժարգոն է, հայը երբեք այդպես չի խոսել։ Հասկացա՞ր, ընտանիքի դաստիարակությունը մեծ նշանակություն ունի։ Եվ մշակույթի տարածումը ընտանիքների մեջ շատ մեծ դեր ու նշանակություն ունի, երբ որ երեխան մշակույթով է մեծանում, երեխան քցել չի կարա։ Երեխան մյուսի անհաջողությունների վրա իր հաջողությունը չի տեսնի։ Ընտանիքի դաստիարակության պակասն է, մինչև եթերի
մեր այս հարցազրույցը լսել։ Մի երգ, որը կառանձնացնեք, որ կփոխի այդ դեռահասի ներաշխարհը։ Ես պիտի նորից երգեմ կամավոր, թող մեր երիտասարդությունը այս կամավորի բառերով առաջնորդվի, երգը գրել է իմ միջալոց իմ ընկերը Էդիկ Նադարյանը, կամավոր երգը մերը չի։ Էդիկ Նադարյանը, որը որ նույնպես Սփյուռքում է ապրում, Ռուսաստանի Դաշնություն, եւ ես շատ եմ օգտվում Էդիկ Նադարյանի երգերից, Մուրադ Մշեցու երգերից, Արծիվ Սրացիր, որ գրել է։ Այս տեսակ երգերը ինձ հարազատ են, մի քարյակ երգեմ կամավոր։ Ով կամավոր է գրվում, այն օրից հերոսենա, իր ազգի ազնիվ կռվում, ամենամեծ հույսն է նա, սիրահոժար մահնաճկերին է գնում, առյուծի պես է կռվում, սիրահոժար մահնաճկերին է գնում, առյուծի պես է կռվում, չի երազում ոչ անուն, ոչ ոսկի, ոչ գանձ, հայրենիքն է իր հոգում սրբազան նախանձ, կռիվներ է մղում նա, փոցերում անշեջ, սխրանքները չի պատմում, պահում է իր մեջ, կռիվներ է մղում նա, փոցերում անշեջ, սխրանքները չի պատմում, պահում է իր մեջ, լայ, լա լա լայ, լա լա լայ, լա լա լայ, լայ, վերջը։ Շնորհակալ եմ։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք մեր ամենահարազատ գործընկերներից մեկի Venus Gifts խանութ սրահում, որտեղ իհարկե ներկայացված է միջազգային ամենահայտնի հեղինակավոր ապրանքանշերի ամենավերջին եւ ամենաթարմ հավաքածուները։ Այսօր միասին մենք խոսելու ենք Քրիստոֆ ապրանքանշի մասին, որն ունի ավելի քան 200 տարվա պատմություն, եւ քանի որ յուրաքանչյուր հայկին իր սպասքի, այսպես ցուցակում ցանկանում ունենալ Քրիստոֆ կամ ունի արդեն, ապա ինֆորմացիան եւս այս պարագայում կարող է ձեզ համար օգտակար լինել։ Այլևս իհարկե գիտեք, անհրաժեշտություն չկա հասնել օրինակ, չգիտեմ, Rodeo Drive, այլ պարզապես կարելի է գալ Venus Gifts խանութ սրահ եւ այստեղ գտնել ամենանոր եւ ամենալայն տեսականին։ Քրիստոֆ ապրանքանիշը հայտնի է իր արծաթապատ եւ արծաթյա սպասքի պարագաներով, որոնք ունեն հարյուրամյակների պատմություն։ Եվ իհարկե հայտնի ձվերը բոլորս գիտենք, որոնք իհարկե համարվում են նրանց ձեռագրային, այսպես, սպասքի պարագաները։ Եվ որպիսի արծաթապատ կամ արծաթյա սպասքը օդի հետ շփվելիս չսևանա, դրանք պահպանվում են հատուկ իհարկե կոլբայի մեջ։ Գալով այստեղ Venus Gifts կգտնեք ամենալավ ապրանքանիշերի, ամենաթարմ եւ ամենանոր տեսականին։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Ողջույն, իսկ դուք ասում եք, որ հրաշքներ տեղի չեն ունենում, հրաշքներ լինում են։ Ես մեկնեցի օրեր առաջ Մալազիա, Սինգապուր, Բալի, Zara Travel-ից եւ վերադարձա հրաշք One and One Travel։ Այսուհետ Zara-ն եւ իր աշխատակիցները ներկայանալու են եւ ներկայացնելու են One and One Travel-ը։ Ինչպես եւ ինչու տեղի ունեցավ այդ անվանափոխությունը։
Շնորհակալ եմ հարցի համար Արաջան։ Այո, մենք դարձել ենք one and one։ Նախ ուզում եմ նշեմ, որ չի փոխվել ոչինչ, չեն փոխվել սեփականատերերը։ Ես, Արտյոմը, մեր բոլոր սիրելի աշխատակիցները բոլորս մնացել ենք նույնը։ Միայն փոխվել է one and one travel-ը եւ ինչու փոխվեց, որովհետեւ ուզում ենք ել ավելի շատ ընդլայնվել նահանգներում, ել ավելի մեծ գործունեություն ծավալել, այդ իսկ պատճառով դարձանք one and one, որպեսզի մեզ չասոցացնեն այլ բրենդների հետ։ Միակը եւ անկրկնել ենք, այլ այսպես տուգաբանել անունը եւ իհարկե ուզում եմ խոսենք մի թեմայի մասին, որը շատ հետաքրքրում է բոլորին։ Խոսքս վերաբերում է ֆինանսավորմանը, ֆայնանսինգին։ Արդյոք one and one travel-ը շարունակում է Zara Travel-ի լավագույն ավանդույթներից մեկը, այն է ֆինանսավորումը։ Այո, ուզում եմ հիշեցնենք մեր բոլոր հաճախորդներին, որ ֆայնանսինգը շարունակվում է նույն ձև, ինչպես նախկինում, առաջարկում ենք 0% տոկոսադրույք, 0% կանխավճար, ինչպես որ հայերենով են ասում, interest fee չկա, անգլերենով ասած, այնպես որ կարող են նաև օգտվել ցանկացած package-ներ կլինի, honeymoon destination-ներ կլինի, ավիատոմսեր, հյուրանոցներ, anything, որը որ կախված է travel-ի հետ, մենք կարող ենք դա finance անել։ Դե ինչ, one and one travel, նույն հասցեում, նույն սեփականատերերով, նույն աշխատակիցներով եւ նույն բարեհամբույր սպասարկումով սպասում է ձեզ։ Ողջույն, մենք շարունակում ենք զրուցել Thema Realty համահիմնադիր Մարիամի հետ եւ միասին մենք խոսում ենք Դուբայում անշարժ գույք ձեռք բերելու մասին։ Մարիամ, առավել շատ հնչող հարցերից մեկն էլ այն է, որ արդյոք ճիշտ է, որ այդ տարածքը մնում է քեզ, երբ դու ձեռք ես բերում անշարժ գույք Դուբայում, որովհետև կան խոսակցություններ, որ դա 100 տարվով է իբրև թե տրվում եւ այլն։ Մհեր ջան, նշեմ, որ այդպիսի խոսակցությունները շատ են, դա համ ճիշտ է, համ ոչ։ Դա մեզ չի վերաբերվում, որովհետև երբ որ մենք, ձեռք ենք բերում անշարժ գույք Դուբայում, մենք անպայման դիտարկում ենք free hold զոնաները, իսկ դրանք Դուբայում շատ են։ Ու երբ որ արտասահմանցին, ընդունենք Ամերիկայի քաղաքացին, ձեռք է բերում գույք Դուբայում, free hold զոնայում, գույքի ողջ սեփականատերը հանդիսանում է տվյալ անձը, դա գրանցվում է իրենց Dubai Land Department-ում, այսինքն կադաստրում, եւ սեփականաշնորհման բոլոր թղթերի մեջ title holder-ը լինում ես հենց դու։ Շատ լավ, այնպես որ ես վստահ եմ, որ դուք ունեք մի շարք հարցեր, որոնք կապված են Դուբայում անշարժ գույք ձեռք բերելու հետ։ Դրանք կարող են լինել տարբեր համալիրներում, բնակարաններ, կարող են լինել առանձնատներ եւ այլն։ Այդ բոլոր հարցերով Մարիամը պատրաստ է ձեզ խորհուրդներ տալ, այնպես որ զանգահարեք նշված հեռախոսահամարով։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way. Իմ այսօրվա հյուրը հայրենասիրական, ռազմական երգերի լեգենդար կատարող Ներսիկ Իսպիրյանն էր, շնորհակալություն, որ շարունակում եք հետևել մեզ, բաժանորդագրվեք ալիքին, տարածեք տեսանյութը եւ մեկնաբանությունների բաժնում գրեք ձեր կարծիքը։ Լավ եղեք, առայժմ։ The story you're about to hear is true.